Բարի լույս սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ եւ հույսով եմ, որ դուք նույնպես լավ եք։ Մենք մեր հիվանդանոցային բոլոր գործողությունները ավարտել ենք եւ տուն ենք եկել արդեն։ Ասեմ, որ երեխայի վիճակը բավականին լավ է արդեն եւ բոլորի անհանգստության համար շնորհակալություն եմ հայտնում բարեխոսքերի, բարեմաղթանքների համար։ Նույնպես այսօր օրը շաբաթ է, դուրս եմ եկել մի քիչ գնումներ կատարելու, եկել եմ տեղական շուկան։ Քիչ տավարի միս գնեմ, պետք է արդեն երկաթային մասը փորձենք ոչ միայն վերականգնել երեխայի մոտ, այլ նաև պահպանել երկաթի մակարդակը օրգանիզմում, այդ իսկ պատճառով եկել եմ գնումներ կատարելու եւ ինչ որ կպատրաստեմ, ձեզ հետ կկիսվեմ իհարկե։ Այսպիսով օրը նոր է սկսվել, սիրելիներս, բոլորիդ լավ օր եմ մաղթում։ Սիրելիներս, այստեղ խնձոր ունեմ։ Եթե կհիշեք, այն օպտավոյի առևտուրի ժամանակ ցույց էի տվել, որ փոքրիկ խնձորներ ենք գնել մի արկղ։ Այդ խնձորների որոշ մասը կերել ենք, մյուս մասը այսպես տեսափչանումը որոշեցի, որ մաքրեմ ու շարունակեմ ծիրանի նման պատրաստել, քանի որ իրենք թեկուզ եւ առանց քաղցր ավելացնելու շատ համեղ են, բայց ուզում եմ փորձեմ մի քիչ այս անգամ քաղցրացնեմ դոշաբի օգնությամբ։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ դոշաբը պատրաստվում է թթից ու թթի հետ շաքարավազ չեն խառնում, միայն եւ միայն իրեն սիրոպով են պատրաստում։ Դոշաբը իմ համար պատրաստել է, ես այստեղ հնարավորություն չունեմ պատրաստելու, այսպես ցույց տամ, բացեմ մեջ նայեք, 2 տարվա դոշաբ է, ինչքան օգտագործել ենք, դեռ այսքան էլ մնացել է, որ եղբորս կինն է պատրաստել, Գալյակուրի քեզ պրիվետ։ Հայաստանում, մեր Շամշադինում, հենց Բերդում, իրենք թթի ծառեր ունեին եւ ինքը առաջին անգամ էր պատրաստում, այսպես հոգին մեջն է դրել։ Շատ ընտիր, իդեալական, առանց ավելորդ թանձրությունների, առանց կողմնակի համերի, շատ մաքուր, ինքը շատ ակուրատնի կին է, բացի իրեն արած այս ամեն ինչը։ Եվ հիմա ուզում եմ փորձեմ մի քիչ խառնեմ, քաղցրություն տամ ուղակի, հիմա ստացվում է, որ այստեղ գլյուկոզա, շաքար բացարձակապես չկա ու մի քիչ համը կփոխվի, ուղակի քաղցրահամ կդառնա, որ Ֆայմեի ճիշտն ասած ծիրանի հետ էլ կխառնեի, որովհետև ծիրանները շատ ավելի թթվաշ էին, քան այս խնձորները։ Ինչևէ, սիրելիներս, ուզում եմ հիմա այսպես փորձեմ եւ համոզված եմ, որ շատ համեղ կլինի։ Ստացվում է, որ ընդհանրապես քաղցր չեմ ավելացնում, շաքարավազի նկատի ունեմ քաղցրը, ընդհանրապես շաքարավազ չեմ ավելացնում եւ իսկ խնձորները մի քիչ թեր խաշել եմ, որովհետև իրենք ծիրանի համեմատ մի քիչ ավելի կոշտ են, բայց քամիչով չեմ անցկացրել, ուզում եմ հենց այսպես էլ քսեմ, միևնույն է կարևորը չորանա, նույնիսկ ցանկանայի մի քիչ ժելատին ավելացնեի, այսպես փափուկ պաստիլա ստացվեր, բայց պարտադիր չէ։ Այսպես մի քիչ քաղցրությունը ապահովեցինք, հուսամ շատ համեղ կլինի, ուղղակի որպես լավ, ինչ են ասում, իդեա, այսպես, ուզեցի ձեզ հետ էլ կիսվեմ, հիմա կսենք չորացնենք, արդյունքում կկիսվեմ արդյունքով, տեսնենք ինչպիսին կստացվի, ինձ թվում է լավ կլինի, ամառային փոքրիկ խնձորներ էին, իրենք սկզբից պնդոտ էին, հետո միանգամից փափկեցին, շատ համեղ է, համի մասին խոսք, այստեղ արդեն ձեթ եմ քսել պատրաստել եմ, հիմա այսպես տեսնենք ինչպես կստացվի, տեսեք ինքը մի քիչ թանձր է այս անգամ, ու մաղով բացարձակապես անց չեմ կացրել, չուզեցի այս անգամ մաղով անցկացնեի, ինձ թվում է մի քիչ ավելի փափուկ կստացվի, խնձորը, ուտողը նենց էլ կուտի, հուսամ ամեն ինչ շատ լավ կստացվի, գեղեցիկ կստացվի ու ձեզ նույնպես դուր կգա, այս անգամ մի պստիկ փորձեմ մի քիչ հաստ շերտով կսեմ, տեսնենք ինչպես կստացվի, չգիտեմ երևում է թե ոչ, գոնե մի հատը կսեմ ցույց տամ, մնացածները արդեն ընթացքում կտեսնենք։ Շատ համով ստացվեց, խելքս շուտ չէր կտրել, իհարկե կարելի ասել նոր լայֆխակ եղավ։
Այս թվում է շատ լավ կթանձրանատեսնենք, իզուր մաղովանց չկացրեցի, այսպես խնձորի հատիկներ կա դեռ մեջը, բայց արդեն շատ համեղ է, ես պատկերացնում եմ, որ չորանա, ինչքան է համով լինելու։ Հուսով եմ իմ փորձը ձեզ նույնպես դուր կգա և օգտակար կլինի։ Եթե հիշում եք, մեր տեղերը մի քիչ ուշ էին չորանում, դրա համար մեր տեղերը մի քիչ բարակ ենք քսում, չնայած իմ մոտ միշտ ամեն ինչը հակառակ է ստացվում, մի քիչ բարակ ենք քսում, ծայրերը ավելի հաստ։ Շրթվում ու շատ հեշտ փոխվում է, ինչպես տեսնում եք, ցեթը իր գործը արել է։ 3 հատ ստացվեց, այսպես ոչինչ է։ Հիմա իրենց հավաքեմ, փաթաթեմ կամ մանր կկտրտեմ, կտեղավորեմ, էլի ապակեմ տարայի մեջ ու ձմեռը չայի հետ, կոնֆետի փոխարեն կհանենք եւ կուտենք։ Հիմնականում ուտում եմ ես եւ իմ հաճախորդներս են շատ սիրում։ Երեխաները ամուսինս չեն սիրում, բայց ինչևէ, որպեսզի խնձորները չփչանար, չթափեինք, այսպես ավելի ճիշտ կտա եւ հարմար։ Ինձ թվում է այս փորձը ձեզանից որևիցե մեկին գոնե պետք կգա, հետաքրքիր կլինի եւ դուք էլ կարող եք փորձել, բայց ինչպես տեսնում եք, խնձորը առանձին ճաքում է, ծիրանը առանձին ճաքում է, իսկ եթե միասին լիներ, ինձ թվում է թե չէր ճակի։ Հուսամ մի անգամ էլ հնարավորություն կլինի ծիրանն ու խնձորը իրար հետ փորձեմ, եթե ժամանակ ունեմ, մինչև Հայաստան գնալս կփորձեմ, եթե չէ, երևի արդեն կմնա մյուս տարի, մյուս անգամ։ Դուք կարող եք փորձել, միգուցե ճիշտ ձեր մոտ ստացվի, լավ ստացվի եւ իհարկե ձեզ դուր գա։ Ինչ ասեմ, սիրելիներս, հիմա անցնենք ուրիշ գործերի։ Այսպես կուլոկներ եմ պատրաստել ծաղիկի նման, խնդրեմ, գեղեցիկ, սիրուն եւ տեղավորել եմ ապակյա բանկաների մեջ։ Այստեղ արդեն շուկայի գնումներն եմ հանում, տեղավորեմ եւ իհարկե ճաշ պետք է պատրաստեմ։ Ուրեմն ինչ ենք գնել ենք տավարի միս, գնել ենք տավարի թոք, որը երկաթային մասը օրգանիզմում կարգավորելու հատկություն ունի, հա, իրենք էլ շատ մեծ երկաթ են պարունակում։ Հիմա այստեղ մշակում եմ տավարի թոքը, անպայման էս վերևի թաղանթը պետք է հեռացնել, որպեսզի նոր մաքուր տակին մնացած միսը թոքը օգտագործվի, կտրտում եմ, տվանում եմ անպայման, որովհետև արյան անոթները, որոնք մեջին գտնվում են, երբեմն լրթացած արյուն են պարունակում, դրանք պետք է ջրով լվանալ, որպեսզի դուրս գան անպայման։
Այսպեսով ավելացած թոքը տեղադրում եմ պակետների մեջ, տեղափոխում սառցեխցի։ Օգտագործում եմ այսպեսի մաշկայասոլ, շևայա մելկայա։ Ցույց եմ տալիս, տեսեք ինչպեսին է։ Բավականին աղի է։ Իսկ այն մյուս սովորական աղերը որ ցանում եմ, ոնց որ աղի փոշի լինի, աղի համ չի տալիս, անգամ աղի։ Всё, այսքանը ու շատ համով ինքը աղի, այսպես է, շատ աղի համով աղի։ Այսպես։ Չնայած որ ջուրը շատ է դուրս գցել, բայց մի քիչ էլ ես եմ ջուր ավելացնում, այսպես մի քիչ թող սովորական ջրով երկար եփվի։ Եփվի, ջուրը կքաշի ու սոխ կավելացնեմ էլի թարմ սոխ արդեն։ Քիչ էլ կանաչի ու պատրաստ է։ Ինչ հետ մեր ճաշը պատրաստ կլինի, այստեղ գնումներս հիմա ձեզ ցույց տամ։ Ակներով կավականաչին սալատի համար։ Այս ամառների կոկրով այսպես տանեմ։ Վերգորենգնալ ֆիզիկ կերնեմ, պատում հարավ չի հանավասանում, վանեմ, սոկ վրանատում, չնեկի հնել եմ, ագորի սոկ, երեխեն դեղտեղ կխնի, դեղերը բեցի դրանով, համոկն է, без молока, без глютенового. Ну-ка, без глютена. Вот, без глютена. Երկու բաճկա կաշը։ Цветы, формировали несколько на их же будут хозяйственное мыло. Жидкое мыло хозяйственное. Ничего страшного, он сам хотел стать. Естественно, не разговор. Сок, тоже там. Капуста. Бибер. Այսպես հատիկ են դրկնիկներ այս աղրելի պոպակի գնումները արվել են բոլորը այդ խանոցից բանանները գարական են հավնեին և էժանային կիսին եմ բխնիքեր թե ինչու նմանի ասնեն շատ բանան գնել տեսնեք այստեղ բանաններ սոխը պակետից դուրս է գնացել ноль пятерочка она еще ноль пятерочка очки там скачайте приложение 5k.ru заказные ректалис 25% скидковая скидкой Հին պիտյորոչկաներից չել է հոտեկող նայեք, ես քան առևտորից ես տվել եմ 2200 ռուբլի, քիչ բան չի առածս, եսի կարտոֆիլը, կապուստայա, խնդրեմ, բավականին հարմար են գները ու զարմանալի, 2000 ռուբլով մտնում եմ այս դիմացի խանութը, շուկարում էլ նույնիսկ այսքան բանջարեղեն չես գնի, խոսքով մտեք պիտյորոչկա ու իմացեք, որ պիտյորոչկան է, այս թարմ նոր սարկած պիտյորոչկաները շատ լավ են։ Եղած սեքից ոչ մի բան չլինի խալվել ասած։ Իսկ հիմա կավելացնեմ թարմ սոթ կանաչի, քանի որ երեխան ոչ մի բան չի կարելի, իսկ ամուսինս հետևել սրանից չեն օգտվելու, մենակ ես ու երեխան կարան գտնել, մենակ մենք չի։ Այստեղ ոչ մի բան հիմա չեմ ավելացնում այստեղ։ Այնտեղ էլ գրեչկայա Երևիքը գրեչկայի հետ պատոկերեցին։ Прошло уже 3 часа. Проверяем. Они мягкие. Мягкие очень пока.
Մենակ կարամ տեղերը փոխեմ։ Տակինը վերևի նտական։ Նույն կարգի չորացել է, բայց հարցակ տարբերություն չկա վերև ներքևի։ Ըստ հետ ենք դնում, թողնում ենք մի քիչ էլ մնամ։ Чай с лимоном и джем абрикосовый. И хлебушек тут кусочек. Какой красивый цвет. Мы же не пробовали сейчас. Порценк тесненький чамуни. Идеалական. Շատ համով է։ Такие. Вот բայց շատ հեշտությամբ փոքրում է, ոչ մի բան չեմ կսել, ոչ ձեթ, ոչ մի բան։ Mēs asins получается банановые чипсики. Очень вкусные. Միած սուրճ կմենք գործերը շարունակեմ։ Սուրճի մեջ սառեցված հապալաս եմ վծրել, ուղղակի սուրճը շուտ հովանալու պատճառով, բայց շատ համեղ դեսերտ է ստացվում։